Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ 300,000 դրամ եւ մինչեւ այդ շեմը ստացված եկամուտները հայտարարատուն կարող է չհայտարարագրել։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց փոխհարությամբ գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտներին։ ՊԵԿ-ը հայտնել էր նաեւ, որ 300,000 դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե նմանօրինակ գործարքների հանրագումարին։ Այլ քաղաքացիներից նվիրատվությամբ ստացված գումարները համարվում են չհարկվող եկամուտներ, դրանք հայտարարագրի մեջ լրացվում են, բայց եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում, քանի որ դրանք չհարկվող եկամուտներ են։ Ընդ որում սահմանվել է չափ։ Եթե միանվագ նվիրատվությամբ ստացած գումարը չի գերազանցում 300,000 դրամը, այդ գումարները հայտարարագրում կարող են չլրացվել։ Գործարար Սամսոն Գրիգորյանն է Facebook-յան էջում գրառում արել, նշելով, թե մինչև 300,000 դրամի չափ հաշիվների մուտքերը քաղաքացու համար խնդիր անպայման կստեղծեն եւ որ քաղաքացիները մոտ ապագայում պետք է պատասխան տան իրենց հաշիվներին մուտք արած բոլոր գումարների համար։ Սամսոն Գրիգորյանի ձևակերպմամբ, եթե քաղաքացին չկարողանա ապացուցել դրանց ապօրինի եկամուտ չլինելը, հարկվելու է որոշ դեպքերում ըստ գործարարի տուգանվելու, նույնիսկ կձերբակալվի, կախված գումարի մեծությունից եւ հաճախականությունից։ Գործարարի հորդորն է ավելի լուրջ վերաբերվել ֆինանսական շարժերին։ Յուրաքանչյուր փոխանցում անելն ու ստանալը ըստ նրա քաղաքացու անձնական խնդիրը չէ միայն, այն լինելու է պետության վերահսկողության տակ։ Եթե ձեզ մոտ լինեն կասկածելի գործարքներ, որոնք ՊԵԿ-ը կհամարի, որ դրանք կարող են լինել եկամուտ, որևէ գործունեությունից ստացած շահույթ, թեկուզ լինի 1000 դրամ, թեկուզ լինի 2000 դրամ, կապ չունի։ Վաղը մյուսօր դուք ՊԵԿ-ի հետ որևէ խնդիրներ եք ունենալու, ձեզ անպայման կանչելու են եւ պահանջելու են բացատրել, թե այդ գումարները ինչու, ինչպես եւ ինչու են այդպիսի մեծ հաճախականությամբ փոխանցվում ձեզ։ Գրիգորյանը Ղազախստանի օրինակներից է բերում։ Այդ երկրում քաղաքացիները պետք է բացատրեն, թե ինչու են իրենց բնակության վայրից եւ աշխատավայրից հեռու գտնվող վճարային տերմինալից գումար մուտք արել իրենց հաշիվներին։ Ղազախստանում քաղաքացիները պետք է բացատրություն տան նաեւ, թե որտեղից իրենց այդ գումարները հակառակ դեպքում հարկ կվճարեն, նույնիսկ մի քանի տարվա կուտակված հարկեր։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։